Գալիս գնում գալիս։ Գերացվում դուրս են։ Վարչապետ Փաշինյանը չի սպասում գարնանը, որ հաշվի ճտերին։ Գորո, դիտման բես անում։ Գորո բռնել ես տալի գորո, տելեգրամ մտի գորո։ այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Հեներա դե խոսա։ Սա արժի 12 միլիոն 907,000 դրամ։ Ու սադեր կիսա շրջած գերտա։ Բարև ձեզ, արմ կոմեդին է էլի, ձեր աչքների առաջ մենք սկսում ենք նենց որ հարմար տեղավորվեք։ Տեղավորվեք դրեք թարխունով, բողկով, բրդուճները և միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը 11 թարխունի դաստայի գնով։ Այո, և եթե ուզում եք, որ GTB Steel-ը միանա ձեր շենք շինության Patreon-ին, ապա անպայման ձեռք բերեք նրանց ամրագույն արմատուրաները։ Այո, ձուլվում է Հայաստանում, բայց գերմանաբարո։ Բայց Հայաստանում։ Եվ այսպես երկար տարիների դադարից հետո արմ կոմեդին նոր ստենդապ է բերում ձեզ ընտրություններից առաջ։ Նախ ընտրական վակցինացիա են կազմակերպում բոլորիդ համար չենք սրսկելու, ուղղակի ես թեժ վիճակը սենց քննարկելու ենք, վրեն ծիծաղալու ենք, հանգստանալու ենք ու այդ ամենը մայիսի 14-ին Ստանիսլավսկու թատրոնում։ Ամբողջ տիեզերական, քաղաքական եւ մշակութային էներգիան մի տեղում հաճելի պայթյան տեսքով։ Ticket system-ի միջոցով ձեռք եք բերում տոմսերը, հղումը description-ում թողնում եմ, եկեք միասին հանդիպենք, ուրախանանք և պատրաստվենք ընտրություններին։ Եվ այսպես ընտրությունների հոտը արդեն ընկել է ազգային ժողով, բայց Փաշինյանը չի սպասում գարնանը, որ հաշվի ճտերին։ Նա ամփոփեց ՔՊ իշխանության ձեռքբերումները, բայց նախքան դա արդեն ավանդական դարձած կայֆավատ ընդդիմության վրա։ Մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Ընդդիմություն սենց գալիս գնում գալիս։ Գերացվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Ընդդիմության միության ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ։ Ես չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Լավ տժժաց ու հանգստացավ։ Կմտածեք դուք, բայց չէ, նա զգաց, որ արա քիչ եմ կայֆավատ եղել, քիչ է։ Դրա համար մի հատ էլ դաբիտ նկարեց։ Երեկվանից խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Ու սա դեռ ամենը չէ, մյուս կողմից Վահագն Ալեքսանյանը կանգնեց ընդդիմության մի հատ վատ մազոլի վրա։ Ալեքսանյանի աչքից չսպրդեց այն փաստը, որ հայաստանցիներից մեկը գնացել է ուրիշ կուսակցություն։ Կարա էր սպրդեր, չէ, բայց չսպրդեց։ Իրականում շատ անհարմար պահ է ստեղ, նենց որ կարելի էր թողնել սպրդի, էլի։ Վահագն Ալեքսանյանին մի հարց էր հետաքրքրում։ Հիմա խմբակցությունով նստած եք, ձեր խմբակցությունում ձեր հետ նստած է տիկին Էլինար Վարդանյանը, որը առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակով, ու իրանք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն պատրաստվում քվեարկել։ Հիմա ձեր խմբակցությունում քանի հոգի կա, օրինակ, որ հիմա ձեր կողքը նստած է ու չի պատրաստում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել, ինչ խմբակցություն եք։ Հարցով չդիմել ընդդիմությանը վարման կարգով։ Պարոն Արշակյան, նա չի դիմում ընդդիմությանը, նա ընդամենը կայֆավատ ալնում են փաստի վրա, որ Էլինար Վարդանյանը Հայաստան դաշինքից 5 տարի լինելով Հայաստան դաշինքում, ասես նայեց 5 տարվա վրա ասեց. Չէ, ես երևի գնամ Ծառուկյանի մոտ։ Նոյան տապան։ Շեֆ, նկատողություն ենք անում ընդդիմության վրա կայֆավատ լինելու համար ու մի հատ լրջանում։ Կմտածեք դուք, բայց դուք մոռանում եք, որ ԱԺ-ում կա պրանկեր եւ party animal Ռուբինյանը։ Մենք դեմ քվեարկեցինք այս նախագծին։ Ֆիքսեցինք, որ դուք դեմ քվեարկեցիք այդ պատճառով, միայն խնդրում եմ մասնավորեցնել, դուքի մեջ տիկին Էլինար Վարդանյանը մտնում է թե ոչ, որովհետև նա Հայաստան խմբակցության падգամավոր է եւ ընտրությունների մասնակցելու է Ծառուկյան ցուցակով։ Վայ, դե հանգիստ թողեք Էլինար Վարդանյանին, որը կամային որոշում կայացրեց գնալ Քոչարյանից դեպի Ծառուկյանի քաղաքական ուժ, նա դեռ պետք է ապրի այդ որոշման հետ։ Ընդդիմությունն էլ փորձեց կայֆավատից հետ չմնալ։ Քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր
խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն։ Լավն էր, պարոն Խաչատրյան, լավն էր, բայց դե երբ թիմակիցդ լքում է թվացյալ խորտակվող նավը, որ գնա նոյան տապան, դա շատ դժվար է ինչ-որ բանով չախել։ Այդ ոնց որ Նարեկը մի օր վեր կենա, ասի Սերգեյ ջան, ես նայեցի մեր վերջի 15 տարվա վրա ու որոշեցի գնամ Women's Club։ Կամ ոնց որ Սերգեյ ասի, Նարեկ ջան, ես որոշեցի դառնալ կին։ Չէ, էդի լրիվ նույն բանը չի, էդի շատ տարբեր բան։ Անցանք առաջ։ Որտեղից է ԿՊ-ն վերցնում ես լավատեսության դոզան ընտրություններից առաջ։ Ասենք ինչ որ մի պահի նկարվելու process-ը պետք է դառնա։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Մեծ կինը ու ձեզ պաշտում է։ Ասეთ քեզ չեմ ների, եթե պարոն վարչապետի հետ նկար չվերես։ Շնորհակալ ենք ես գեղեցիկ դպրոցի համար։ Շնորհակալ ենք խողովակաշ։ Շնորհակալ եմ շատ, պարոն վարչապետ։ Ես էլ եմ շնորհակալ։ Արա դե սիրում են մարդուն։ Իսկ ինչու։ Ես ոչ մի բանի բարձրացված հարցի չեմ ասում ոչ։ Ասում եմ այո, բայց Մետրո ունենալու ենք նոր։ Այո, եւ 1000 անգամ այո։ Բայց դուք դա չեք տեսնելու։ Այդ փոքր տարերով է բայց հետո գնում։ Իսկ այդ ընթացքում վարչաբենդի մեջ Ռինգո Ստարը դրեց մի կողմ համեստությունը եւ ներկայացրեց Հայաստանի նվաճումները վերջի տարիներին։ զարգացած ենք ավելի քան երբևէ, խաղաղ ենք ավելի քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ։ Մի բան էլ ասեմ, երկարակյաց ենք ավելի քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է։ Պետք չի զարմանալ, դուք հայերին չգիտեք, թոշակը բարձրացրեցիք ու հայերը փողի խաթր սկսեցին ավելի երկար ապրել։ Հիմա որ առողջապահությունը անվճար է դառնում, սաղ սկսում են բյուջեին ինադու, հիվանդանալ ու ոնց որ էս ձեռս ինչ որ ցավում է արդեն։ Հիմա եթե ամեն ինչ այսքան լավ է, իլ իմաստ կա ընդդիմությանը ձայն տալ։ Կմտածեք դուք, եթե դուք ԿՊ-ի Էդուարդ Աղաջանյանն եք։ Ինչու պետք է ընդհանրապես մեր ժողովուրդը այս քաղաքական ուժին ձայն տա։ Իշխանական պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը վիճակագրությամբ էր եկել խորհրդարանական հարց ու պատասխանին։ Ընդդիմությունը 8-րդ գումարման ազգային ժողովի հարց ու պատասխանի 43%-ին չի մասնակցել։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ոչ միայն ձեր նշած ուժին, այլև ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի։ Ուղղակի զգանք պահի սյուրեալիզմը իշխանությունը հարցնում է իշխանությանը արդյոք իմաստ կա քվեարկել ընդդիմության օգտին։ Ոնց որ տատանվում էին, վստահ չէին, ու պատասխանն է չէ ջան։ Բայց այն որ ընդդիմությունը չի գալիս հարց ու պատասխանին, իրականում ակտուալ հարց է։ Ոչ այնքան ակտուալ, ինչքան ուժեղ Հայաստանի դեմ քրեական գործերը, բայց դրանց դեռ կհասնենք։ Գեգամ Մանուկյանը բացատրեց, թե խի են քիչ շփվում ռեժիմի հետ։ Քրոնիկ ստախոսի հետ վաղուց այլևս քաղաքական երկխոսություն չկար եւ հարց ու պատասխանին, երբ որ մասնակցում ենք, վաղուց այլևս Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսություն չէր, այլ ուղղակի այն հստակ մեղադրանքներն էին մեր կողմից հնչեցում, որոնք ունեին հիմքը, ունեն փաստարկված ապացույցները։ 5 տարի հարցեր չեք տվել, այլ ուղղակի հնչեցրել եք մեղադրանքներ ու արդյունքում գոհեք արդյունքներից։ Ինչ արդյունք եղավ։ Արդյունքում Էլինար Վարդանյանը սնայեց գնաց Women's Club։ No, Знаете, у вас че, бараканер, уж лучше к Царукяну. Там трехразовое питание, пижама в полосочку, путевки в Минводы, Геленджик. Անցանք առաջ, հա։ Ռեժիմը շարունակում է հարձակումները ուժեղ հայաստանցիների նկատմամբ, ձերբակալվել են մի քանի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ եւ մի նորածինի մայր։ Գորգ Մաշանը 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է եւ կրծքով կերակրվող բալիկ է։ Так, ստեղ նուրբ մոմենտ է, եթե կերակրող մայր է, բնականաբար պետք է անենց անել, որ երեխայից չկտրվի ու վերջում տնային կալանք տվեցին։ Բայց մեր շեշտադրումները ստեղ պետք է հասկանանք, նա ավելի շատ կերակրող մայր է, թե ավելի շատ անմեղ է։
Նա եւ 14 ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ապօրինի բարեգործության կասկածանքով։ Ինչքան ապօրինի։ Շատ ապօրինի, բայց կասկածանքով, բայց բարեգործության։ Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շունշանգյալ կա բերելես գրանցել է շտաբիտ վրան 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի։ Նորիսկ ստեղա, այս ենթադրական վիդեոյի մեջ անարդարությունին չի պետք է շունշանգյալները ավելի շատ վարձատրվեն, քան ոչ շունշանգյալները։ Դե սպասի, հա, կարող է ընդդիմությունը հերքում այս ամեն ինչը։ Հերքելուն դեռ կհասնենք, ուղղակի մի քանի քաղցր կտրել վայելենք, հետո հանգիստ հերքենք։ Ստեղ մի հատ հետաքրքիր մաս կար հանրահավաքին ենթադրյալ եկողների մասին։ Ասում համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են, փող չունեն, սպարտիվ կեքով պետք է գան, փող չունեն, ուզում եք մաքուր կան, հանեք փող տվեք։ Вообще իհարկե ցանկալի է, որ բոլորը գնան, բոլորը հանրահավաքների Գաբաջան եւ Նիկոլյան հակած, բայց կաստում շլվարների թեման ոնց որ հունից հանեց ԿՊ-ին։ Ինչ են ասում։ Ասում է մարդկանց փող են տվել ջահելների, ինչ որ գնան միտինգի, ու հետո վրեկները ջղայնացել են, որ սպարտիվկով են գնացել, ասել են այդ կեղտոտ հագնված եք եկել միտինգի։ Լավ ով եք դուք։ Դուք այդ ինչ տեսակ եք առհասարակ, դուք մարդկային ինչ սորտ եք, կներեք բարիս համարի հարկի, դուք ինչ սորտ եք։ Ձեզ իրոք, դուք մեջներդ իրոք քաշել է, հա, որ ձեր արյունը կապույտ է, ու դուք կարաք թեկուզ ձեր միտինգին թեկուզ փողով եկողների վրա տենց խոսակ, հա, կեղտոտ շորերով եք եկել։ Թողեք այդ խեղճ երեխեքը ինչ ուզենան հակնեն հանրահավաքին գնալուց, կարծես փորձում է Համոզի Ալեքսանյանը։ Մի հատ եկեք մյուս կողմին էլ լսենք, էլի։ Արա խի են, բայց երկրորդական բաների վրա գուցե կարևորը ոչ թե հակնվելն է, գուցե ինչ-որ կոնկրետ շորեր հակած ուղարկելն է, այլ բուն հանգամանքը ենթադրաբար, չգիտեմ, չարաշահումը, խախտումը, դրա վրա կենտրոնանանք։ Եթե կերակրող մայրը անմեղ է կենտրոնանք անմեղության վրա, ոչ թե կերակրելու վրա, կամ սա։ Սպասում եմ մեր երկրում ոնց որ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ կային, ֆեմինիստներ կային։ Չէ, ջան, ֆեմինիզմը կակրաս հակառակի մասին է, ֆեմինիստները ասում են, որ մինայի կերակրող մայր թեքյան դրված հայր, բոլորին դատի հավասարապես։ Ֆեմինիստները միայն խանգարեն ստեղ։ Պետք չեն ֆեմինիստներ ստեղ։ Հիմա եկեք լսենք մյուս կողմին, հա, ուժեղներ, давайте, ломайте режим полностью։ Ընտրակաշարք դա նշանակում է ուղիղ գումարը վերցնել կամ նյութական ինչ-որ շահագրգռվածության միջոցով պահանջել կամ ակնկալել ձայնի ստացում ընտրությունների ժամանակ։ Հիմա խոսակցության մեջ լսվում է գնացի շալվարը առայս արեցի, այն արեցի, փողը բերել են։ Բում, եւ ոչ մեկ չկա այս ձայնագրության մեջ, որ կասի, այո, ես վերցնում եմ կաշառք, որ ձայնը ստամ այս կամ այն ուժին։ Ճիշտ ասած, ես սպասում եմ, որ կասեք կեղծ են ձայնագրությունները, բայց սենց էլ է օքեյ, ոչ մեկ չի վերցնում իր վրա ու մտնում է գործը փակուղի, ոչ մի բան չկարող ապացուցել ռեժիմ, բայց մի փոքրիկ կասկածելի բան կար ձայնագրությունների մեջ։ Փոքրիկ կասկածելին հեծի պետք չի նշանակվել։ Դա չէ։ Ձեզ չեն ասել բաց կապով ինձ մի զանգեք։ Մի հատ չեմ իմանում, Վահեն կարա ըտեից ասի։ Չէ, չի կարա։ Մի հատ զանգի նախ WhatsApp-ից։ Դե մեծ չի որ ես ուրիշ բան էի ասում։ Այսինքն ոնց ապրիլին է։ Փակով զանգել, յաբո ջան։ Ո՞վ բերել է։ Գորո, դիտման բես անում։ Գորո բռնել ես տալի գորո, Telegram մտի գորո։ Նայեք, ստեղ շատ հակասական զգացմունքներ ունեմ։ Նախ դե իհարկե չի կարելի օրենքը խախտել։ Բայց մյուս կողմից, արա չի կարելի նաև այդքան տուպոյ ելնել։ Սիրելի ենթադրաբար օրինազանցներ, ինչքան կարելի է ամեն անգամ բռնվել այդ հեռախոսով խոսալու վրա ու մեկը շարունակել հեռախոսով այս բաները քննարկել։ Մի խոսքով, вообще զանգեք սովորական հեռախոսով ու լրիվ օրենքի մեջ տեղավորվող բաներ ասեք, ամենալավ լուծումը։ Ինձ թվում է Գորոն ներդրված ագենտներ, ինքը կինոյի մեջի Մեթ Դեյմոնն էր, ում Ջեք Նիկոլսոնը ներդրել էր մրցակիցների ցանց, որպեսի վերջում տապալի, բում, եկեք բարձրացրենք ինչ որ լավ լուրով։ Հա, այ օրինակ մղձավանջ։ Էլին նույն երազներ տեսնում։ Ամեն ինչ լավ է, սիրելիս։ Մենք հիմա ապահով ենք։
արդեն ղեկավարում է Սամվել Կարապետյան։ Մնաց 40 օր, որպեսի բոլոր վախերը մնան միայն մեր երազներում։ Ու էլի, նայ մենակ ԿՊ-ին ուժեղ Հայաստանին ու Հայաստան դաշինքին անդրադարձանք, այն փոքրերին ժամանակ չմնաց։ Զատո փոքրերին տվեցինք հետը։ Okay, կներեք, չդիմացա, այս վերջիններ Թաթոյանը բացահայտեց իր ամենամեծ թերությունը։ Բայց մի բան ասեմ, ես մի հատ թերություն ունեմ, ստեղ այդ հաստատ ձեր դուրը չկա, ես բլոտ խաղալ չգիտեմ։ Իոր գալու եմ սովորեք, իոր գալու եմ բարաբերից ոչ մեկի չսովորեցնի, բայց գործը։ Բա որ բլոտ խաղալ չգիտեք, ոնց եք ռեժիմին ղարը կապուտ անելու։ Բում։ Մնում եք մեզ հետ երկրորդ մասում բացահայտում ենք ամենաոճային աստղային զգեստները ինչ արժեն ու դե շարունակվում է ԿՊ ընդդիմություն սրաչը։ Մնացեք մեզ հետ։ Այս անգամ ես ու Դոմսը ունենք հենց քո հակով ակցիա։ Քո ռեմոնտին դռներ եւ լամինատ պետք են։ Օդ ու ջրի պես, բայց մի հատ պարզ ու շահավետ ակցիա եմ ուզում։ Դռներ սկսած 19900 դրամից, լամինատե հատակներ սկսած 2450 դրամից, սալիկներ մինչև 10% զեղչ, պաստառներ մինչև 50% զեղչ, 12 ամիս անտոկոս ապարիկ։ Նարեկ Երևի գնաց Դոմուս, դու քեր շտապեք Դոմուս, քանի Նարեկ ամեն ինչ չի առել ընդեղ։ Վերադարձանք ազգային ժողով, որտեղ ընդդիմությունը ոնց որ թե նոր շատ մոտ է հասկանալուն Նիկոլ Փաշինյանի ասացների եւ գործողությունների լոգիկան։ Նոր 5 տարի անցավ, Նարեկ։ Լավ է, ուշ քան երբեք։ Մենք միլիարդատեր թալանչիներ ենք, որից պետքա թալանը հետ վերցնել տալ ժողովրդին, թե մի քանի հազար դրամի համար կնոպկա սեղմող։ Հիմա որն ենք։ Այդ երկու թեզը իրար հակասում է։ Նենց ոնց որ հակասում է, գիտեք որ թեզը, որ մենք զենք չենք գնել։ Էս ինչ աղմուկ է, որ մենք զենք չենք գնել, բայց միլիարդավոր զենք ենք թողել Արցախում։ Այ շատ մոտ եք Փաշինյանի ողջ տրամաբանությունը ապակոդավորելուն։ Ինքը միանգամից դաշ նետում է վաբշե բոլոր թեզերը, իրար հակասող, չհակասող, սաղ միանգամից ասում է։ Ընդդիմությունը 5 տարիա փորձում է բռնացնել Փաշինյանին նրա վրա, որ ժամանակին ինչ-որ մի բան ասել, հետո լրիվ փոխել է, բայց դրա կարիքը չկա։ Ինքը համ ռետրո, համ նոր Նիկոլնա միաժամանակ։ Ինքը вообще everything everywhere all at once-նա։ Ինքը համ ոչ մի թիզական է, համ այդ հին այդ կարծրատիպերը բան կոտրողն է, ինքը համ թոշակը 10,000-ով բարձրացողն է, համ նույն մարդն է որ ասել է թոշակը 10,000 դրամ բարձրացնենք, ինչ պետք է անենք։ Ինքը համ Օքսի Ավդալյան լսելուց է սրտիկներ ցույց տալի, համ Ֆրեդի Մերկուրի։ Ավելի թարմօրինակ եք ուզում, դու ոնց որ ավելի թարմօրինակ ես ուզում։ Ինքը համ երկու շաբաթվա մեջ Պուտինի պորտը այնտեղ տեղը դրեց մեր սուպեր արևմտյան ժողովրդավարությամբ, համ էլ Ռուսաստանի շահերի թիվ 1 պաշտպանն աստեղ։ Փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, որովհետև նախ Հայաստանի 2018 թվականին հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք ինչեր էին ասում։ Ասում էին էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների 21 թվականին են ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Գագիկ, ընդհանրապես 10 օր առաջ ինքը այնտեղ ակնարկում էր, որ ԵԱՏՄ նետի մերեն յոլա տանելու գեշո girlfriend-նա, որը հա կձգձգենք միջև ԵՄ-ի ընդույնցիտ girlfriend-ը մեզ կասի հա։ Ու հիմա նայեք ոնց է աչքի լույսի պես ներկայացնում ԵԱՏՄ-ն։ Այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել։ Ատամները կջարդի, եթե մեկը թարս նայի ԵԱՏՄ-ի վրա։ Իհարկե միջև ԵՄ-ն կհամաձայնվի մեր հետ կինո գնալ։ Ու որ մի քիչ էլ համոզիչ ինչի, մի հատ Պուտինը հաջող կայֆ տերմին է օգտագործում։ Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը,
Այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Սենց լսում ես ու մտածում ես, «Всё, 5 րոպե ապակաս, որ անջատվի Instagram-ն ու TikTok-ը Հայաստանում ու բոլորս գնանք Max Messenger»։ Max-ը իրանց նոր Messenger-ն է, ես էլ նոր իմացա, բայց հենց այսպիսի գրագետ բալանսավորման արդյունքում է, որ ժողովուրդը սկսել է լավ ապրել։ Ինչքան լավ ապրել։ Աուֆ Նարեկ։ 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմսկա դա երկկողմանի մասին է, չէ, որ չէ մի կողմանի մասին է։ Դե ասա համը հանել են էլի դե անելու բաներ դա որ այսինքն մեր բարձրացրած թոշակով ապրիլի 1-ից բարձրացրած թոշակառուն կարա 5 հատ տուդա ապարատնը Տոմսանի։ Այստեղ ճիշտ է ասում, Տոմսերը իրոք մի պահ դառան 900 դրամ ու բազմաթիվ թոշակառու հայ տատիներ սկսեցին իրանց թորներին ասել՝ մի հատ տակ գլխար քաքի թռնում ենք Լառնակա գիրոզ գմփցնենք։ Բայց կարդացած թորնիկները հանում են մոնոկլի, ասում են տատի, միայն վիզան Կիպրոսի արժի քո մի ամսվա թոշակի չափ մոտ։ Տատին էլ այդտեղ ասում է մենք միջև հասնենք Կիպրոսի սահման, արդեն Եմեն վիզաների ռեժիմը հանած կլինի։ Ստեղ թորը հանում է պենսնեն ու ասում է տատի, բայց նաև մնալու տեղը այնտեղ պետք է լինելու մեզ։ Ուստի տատին ասում է՝ «Օրա ինչ անհամ լակոտ դու դե կար, ես մենակ եմ գնում Լառնակա»։ 12 Գոմաս դարինք մարդիկը առնում են գինը բարձանում է։ Վերականգնեք ժամանակը, պարոն Թորոսյան։ Հələ միջև դուք արձագանքեք, ես իմ հեռախոսը Գնաց առնի։ Հա, որտեվ ինչքան էլ թանկանա, մեկը մեր տեղական հայաստանյան հանգստից էժանա լինելու։ Այո, ես ձեզ եմ ակնարկում դիլիջան ու ծաղկաձոր, հայացքը մի փախցրեք։ Գիշերը 50,000 կրակելուց հայացքը չեք փախցնում ինչ-որ։ Դե բայց ժողովուրդը իրոք սկսել է ավելի ճոխ ապրել։ Ինչքան ավելի ճոխ։ Մեր հատուկ թղթակիցը դզված ապրուստի դեպքի վայրից։ Ցույց եմ տալի, թե խազեր մսանակաբաշխության ընթացքում Մանուկ Ալեքսանյանի ստեղծած լուքերը, որոնք կարող եք գնել իր սրահում, ինչ արժեն։ Լուիզա Ներսիսյանի այս սա ինչ է զգեստ, պիջակ։ Սա պիջակ զգեստ է։ Պիջակ զգեստը արժեքը 761,000 դրամ։ Այս սպիտակը էմիկներ կարծեմ հակել, նկարը կդնեմ, արժե 4,706,000 դրամ։ 4 միլիոն, ինչքան? 4,706,000 դրամ։ Լավ, ծաղկաձոր լուքեր են։ Լսի, բայց ինչի՞ է գինը այդքան կոնկրետ 4,706,000 դրամ։ Տիպը 4,700,000 դրամով այդպես չի տալու, հա? Չէ։ Ալյոնայի կրած այս զգեստը Սա 2,966,000 դրամ։ Դե փաստորեն կան նաև բյուջետային տարբերակներ Քասիբ համայնքի համար։ Մանուկ ջան, խիա գինը այդքան կոնկրետ 2,966,000, էդի չէ, ճապոնական յենայից մտքում կոնվերտացիա ես անում։ Վիկայի զգեստը կանաչ։ Այո։ Սա հատուկ բերված Մոնղոլիայից կաշի է, սա արժի 12,907,000 դրամ։ Ու սա դեռ կիսա շրջազգեստն է։ Դուք պատկերացնում եք, եթե ամբողջական շրջազգեստը լիներ։ Հա, դե էդի 24,763,047 դրամ կլներ։ Իսկ մենք վերադառնում ենք ընդդիմությանը ազգային ժողովում, որը արդեն համարյա մոտեցել է Նիկոլին Ռասկուսից անելու պահին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպես հաշվետվություն հայտարարում է, որ մայիսի 28-ին 22 թվականից հետո ձեռք բերված տեխնիկան ցուցադրելու ենք։ Մինչև հիմա էլ չհասկացանք, դա շքերթ է, ռազմական շքերթ է, ցուցադրություն է, ու ինչու 22 թվականից։ Այ ոնց որ դե արդեն ջոգում եք ինչ այնք անում, բայց ափսոս 2 ամսից էլ խորհրդարանում չեք լինելու։ Ինչ վերաբերում է շքերթին, այստեղ պետք չի փնտրել հակասություն մերը խաղաղության ռազմա արդյունա ինքնիշխանության շրջանակներում եւ օրենքի տարին համահունչ եվրո խաղաղ շքերթ ալնելու։ Հա, նեդոր բոլորս հագնում ենք մեր ամենալավ շորիկները ու գնում ենք շքերթին։ Մանուկ ջան, կարող է clearance-ի տակ ինչ որ հարմար շոր լինի։ Ես Սոմարայի այս պիջակ զգեստը։ Սա արժի ընդամենը 960,000 դրամ։ Մի ամառ տատին չի թռնում Լառնակա ու պաժալստը։ Լսի, ինչ էր անում Նիկոլը Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում, մի տեսակ խառն էր ոնց որ։
Այն ժամանակ այդքան լուրջ ունեի, հիմա նոր մտածել եմ, հասկացել եմ, ու ամեն անգամ վերջին ճշմարտությունն է ասում։ Հետո կարճ ժամանակ հետո այդ վերջին ճշմարտությունը ձևախեղվում է։ Դե ապա ռիլ է նկարում։ Բայց եթե ուզում ես հայտնի բլոգեր լինես, պետք է ամեն օր կոնտենտ նկարես, որ էջերը տաճեն։ Արա, բայց ինչ ռիլ կառավարության կատարողականի ներկայացումներ քանի տարվա։ Ինչ կապ ունի ԱԺ-նիստա, Պուտինի հետ հանդիպումը, կոնտենտը պետք է դնես իր ժամին։ Երեկվանց խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Թրոլում անդիմությանը։ Դե, որ ուրիշ ավելի կարևոր բան այդ օրը չկար, ոնց որ մի հատ էլ ելույթում թրոլեց։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր։ Բա հետո ոնց պարզվեց, որ ձեր ծրագիրը պսևդոդաշնակցական է։ Դմբո, չես հիշում, դու ասացիր, որ չես ուզում դա։ Ես։ Հա, հենց ժողովուրդը էլի ասեց։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովրդի այդ ծրագիրը մի կողմ ա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Եվ մենք այստեղ նրբությունն են, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք։ Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ, մենք չենք կարող այդ падգամը չլսել։ Հենարա, դե խոսա, դու ես պորտալարով խնդրել սրտիկներ ու ուրախ ավտոբուս։ Ոնց եղավ, որ իրանց ծրագիրը չկատարելու մեղավորը ես եմ ու ժողովուրդը։ Այ դա կոչվում է կախարդական փայտիկ։ Մյուս բանը, որտեղ ժողովուրդը 2 ոտ դրել է 3 միլիոն 6 միլիոն ոտ դրել է 3 միլիոն զույգ կոշիկի մեջ բանջում է դա դատարներում երթվյալ ատենականների ինստիտուտն է։ Նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Երթվյալ ատենականներ։ Հենց ունենանք երթվյալ քֆուր կերածյալ ատենականներ կլինի արդարություն։ Հայաստանում ախր Դե կարծում ես ինքը չի կանխատեսում այն ինչ որ դու ասել։ Կարծում ես մի 3 քայլ առաջ չի քեզանից։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ։ Տեսա, ջաջը քեզանից 15 քայլ առաջ է։ Արա ես բաբշե ուզում եմ ասել ոնց կարելի է երկրում որտեղ արդեն բոլորը ընդունել են, որ WhatsApp-ով ԲԴԽ նախարար են ազատում։ Լուրջ դեմքով ենթադրել, որ եթե ատենակալներն են, իրենց ժեկի պետից միջև վարչական շրջանի թաղապետ չեն անհանգստացնելու։ Հեռախոսները կխլեն, դմբո։ Մնացեք մեզ հետ։ Ինչ անել, եթե սիրտդ սիրուն հայկական փրփրուն գինի է ուզում։ Վեդիալկոյի գիտնականները ունեն այդ հարցի պատասխանը։ Պուշկին 15A։ Հենց այս հասցեում է գտնվում իրենց մասնագիտացված խանութ-սրահը, որտեղ փրփուրը դառնում է իրականություն։ Վեդիալկո, մի կախվեք փրփուրներից, վայելեք դրանք։ Սիրելի ընկերներ, այսօր մենք չունենք վիդեոբոց։ Մեր շատ լավ ընկերը կյանքից հեռացել է ու այս վարկաները կուզենայինք նվիրել նրա հիշատակին։ More guys, more. Okay. More. More, come on. Տանելի։ Դուր։ Ահա։ Դուր են դու։ Տեսել։ Հա, դուր։ Գնարի մի հատ է։ Դուր ախպեր։ Դա ճկուտս ազատ է։ Կարող եք ասում այդ կոֆե խմես։ Հեսա գամ, ապե գնա։ Արի։ Արի գելը գնացինք։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա